Շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, դուք, այսպես ասենք, որ առաջին գիծ կռիվտվող լրագրողներից մեկն եք, ով այս օրերին ըստ էության հայտնվել է իշխանության և իշխանական թևերի ներկայացուցիչների թիրախում։ Դուք երեք ֆեյսբուքյան լայվով խոսել եք այն մասին, ովքեր են իրականում թիրախավորում լրագրողներին, հիմա մի փոքր ավելի մանրամասն կուզենք լսել ձեզանից, և մենք նաև ականատեսը եղանք Հովանավանքում մի խայտարակության, հայտնի կամ անհայտ սեռական կողմնորոշմամբ անձը ինչպես հարձակվեց ձեր վրա, ներողություն մինչև անգամ կթքեմ վրետ այսպիսի հայտարարություններ իրեն թույլ տալիս, ինչ-որ կանայք կային, որոնք ըստ էության այդ սեռաշենված հողի վրա հարյուրակներ էին հնչեցնում, խնդրեմ այս մասով ինչ էր տեղի ունենում և ինչու են այսպես ժողովրդավարության անվան տակ, բայց այսպես փորձում ճնշել լրագրողներին։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, մշտապես լրագրողներին առնչվող խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար։ Ես ուզում եմ նշել, որ Հովանավանքում լրագրողներին թիրախավորում էին նույն այն անձիկ, ովքեր այս տարիների ընթացքում թիրախավորել են, բայց այդպես էլ հաջողության չեն հասել։ Դուք նշում էիք, որ առաջին գծում կռիվ տվողներից, ես ուզում եմ ասել, որ առաջին գծում ես կռիվ եմ տալիս առաջին հերթին հենց իմ մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար, որովհետև որևէ մեկը իրավունք չունի ինձ հորդորել այս կամ այն իրադարձությունները, չլուսաբանել, եկեղեցու բակ կամ եկեղեցու տարածք չմտնել։ Ես ինքս եմ որոշում, որտեղ պետք է մասնագիտական գործունեություն իրականացնեմ և որտեղ ոչ։ Ես ինքս եմ որոշում այդ իրադարձությանը հանրությանը կհետաքրքրի, թե չի հետաքրքրի։ Ես ինքս եմ որոշում ինչ հարց տալ։ Ինչպես արդեն իմ անդրադարձով ֆեյսբուքյան ուղերձով տեսանյութով հանրությանը տեղեկացրել էի, ինձ Հովանավանքում թիրախավորում էր մի անձ, ով ինքն իրեն անվանել է համասեռամոլ, ես չեմ անվանել, Քավլիցի, հիմա էլ այդպես չեմ անվանում, ինքն է իրեն անվանել, հիշեցնեմ, և այն արտահայտությունները, որոնք ուղղում էր ինձ, ուղղում էր ոստիկանության ծառայողների և ուղղում էր ՊՊԾ ծառայողների ներկայությամբ, ես ասեմ, նա երբ ասում էր թքեմ վրատ, նա թքում էր ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նա թքում էր ՊՊԾ ծառայողների ուղղությամբ, նա թքում է ներքին գործերի նախարարների ուղղությամբ, նա թքում է գլխավոր դատախազի ուղղությամբ, նա թքում է քննչական կոմիտեի ղեկավարի ուղղությամբ, բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր տեսնում են հանցակազմ պարունակող գործողություններ, լռում են, դրա հետքերով չեն գնում։ Բոլոր այն իրավապահների ուղղությամբ, ովքեր խտրական մոտեցում են ցուցաբերում բոլոր այն ծառայողների նկատմամբ, ովքեր տեղում լրագրողից հաղորդում վերցնելու փոխարեն մեջքով են շրջում։ Սա հստակ ֆիքսենք։ Այդ խոսքերը ինձ չէին ուղղված, այդ խոսքերը ուղղված էին նշված անձանց։ Եվ երկրորդ անձը, ով թիրախավորում էր, մշտապես այս տարիների ընթացքում թիրախավորել է, նշեմ, Դիանա Մարտիրոսյանն է, ինչպես արդեն ասել էի, այն հայտնի կինն է, հանրությանը հայտնի այն կինը, ով նշել էր, որ գերիներում Բաքվում ավելի լավ են, գերիներին, ներողություն, Բաքվում ավելի լավ են պահում։ Իդեպ այդ կինը իր այդ վարքագիծը նոր չէ, նա այդպիսի վարքագիծ է դրսևորել, փորձել է իմ բարի համբավի անվան հետ խաղալ, նաև Երևանի ավագանու քարոզարշավի ժամանակահատվածում, որից հետո ես հաղորդում հանցագործության մասին էի ներկայացրել։ Դուք նաև գիտեք, որ ինքը դատարանում պարտվել էր, պարտավոր է ինձանից ներողություն խնդրել, բայց երեկ ինքը իր խոսքերով թքում էր դատարանի որոշման վրա, որովհետև նշում էր, որ ներողություն չի խնդրելու, դատարան լինի, ինչ ուզում է լինի, ինքը ինձանից ներողություն չի խնդրելու։ Ուզում եմ հասկանալ, պատկան մարմիններ, ինչու օրինակ իրավական ընթացք չեք տալիս, արդեն քրեական ընթացք չեք տալիս նրան, որ այդ կինը դատարանի որոշումը չի կատարում։ Հիմա եթե սովորական քաղաքացի լիներ, Նիկոլ Փաշինյանի աջակիցը չլիներ, Աննա Հակոբյանի մոտ չկրթվեր, դուք միանգամից բոլոր հաշիվները սառեցրել էիք նրա, միանգամից քրեական գործընթաց էիք սկսել։ Սա է ձեր իրավապահ համակարգը։
Եվ հետո ասում եք, գիտեք, լրագրողը տոնը բարձր է խոսում, գիտեք, լրագրողը երբեմն դիտարկումներ է անում, դրա իրավունքը չունի։ Նախ լրագրողը դիտարկումների իրավունք ունի եւ լրագրողը տեսնում է, որ իր իրավունքները պարբերաբար ոտնահարվում են, լրագրողը ինքը այդ պահին փորձում է իր իրավունքները իրացնել եւ պայքարել դրանց կյանքի կոչման համար։ Հիմա ես դες հարց եմ տալիս, այս ատելության մթնոլորտը, որ ստեղծում եք, կրկին ատելության մթնոլորտը, որ ստեղծում եք, դուք պատասխանատու եք լինելու, օրինակ, որ եթե մեկ լրագրողի գլխից մաս պակասի, դուք պատասխանատու եք լինելու, որ իմ գլխից մաս պակասի, դուք պատասխանատու եք լինելու, որ Սյուզի Բադոյանի գլխից մաս պակասի, ու մի դեպ հայոյել են Հովանավանքում իր երեխայի ներկայությամբ։ Ինչպես կարելի է նման վարքագիծը թույլ տալ, ինչպես կարելի է այդպիսի հանցակազմ պարունակող երևույթներին իրավական գնահատական չտալ։ Դուք ինչ եք ուզում, դուք ուզում եք, որ մարդիկ արդեն սկսեն այդ մարդկանց պատժելու գործընթացը, ինչ եք ուզում։ Գիտեք, ես բազմաթիվ նամակներ եմ ստանում այն մասին, որ մենք կարող ենք ձեզ այս կամ այն հարցում ուղղել, ես ասում եմ օգնել, ես ասում ներողություն օգնել, ես ասում եմ ոչ, ինձ օգնել պետք չէ, ինձ օգնել պետք չէ, որովհետև հենց այս մարդիկ ուզում են սադրել, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր տեսնում են այս ճչացող անարդարությունը, իրենք անցնեն գործի։ Բայց ես ասում եմ ոչ, նրանց նպատակը հենց դա է, եւ լրագրողներին սադրել, եւ արդարություն փնտրող քաղաքացիներին սադրել, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը այլևս չի աշխատում, դուք հանրությանը չեք կարող բաժան անել, դուք տեսնում եք, թե ովքեր են մնացել իշխող ուժի կողքին։ Իդեպ հիմա կասեն դու գնահատական ես հնչեցնում, ես ասեմ լրագրողը քաղաքացիական դիրքորոշում ունենալու իրավունք ունի եւ ես քաղաքացիական դիրքորոշում ունեմ եւ իմ դիրքորոշումը այն է, որ այս իշխանությունների ժամանակահատվածում մենք ունեցել ենք միայն կորուստներ, որ այս իշխանությունների ժամանակահատվածում մասնագիտական աշխատանքը լրագրողների ավելի քան երբևէ խոչընդոտվել է, որ լրագրողները թիրախավորվել են ավելի քան երբևէ։ Սա իմ դիրքորոշումն է եւ ես սրանք կարող եմ նաեւ փաստարկված ներկայացնել եւ որևէ մեկը իրավունք չունի փորձել իմ բերանը փակել, ինչպես Հովանավանքում փորձում էին ոչ թե փորձում էին, այլ փակում էին այն քաղաքացու բերանը, ով այլ կարծիք ուներ։ Այն քաղաքացու բերանը, որ ընդամենը ասում էր, որ Ստեփան Ասատրյանը քաղաքացի իրավունք չունի պատարակ մատուցել։ Սա է իրականությունը, սա եք փորձում դուք հանրությունից թաքցնել, ինչու եմ ես եւ մնացած այլ լրագրողները ձեր նյարդերի վրա ազդում, որովհետեւ մենք ցույց ենք տալիս ճշմարտությունը, մենք ցույց ենք տալիս Նիկոլ Փաշինյանի պրոտոկոլի համար նկարված կադրերի հակառակ կողմը, իրական կողմը, սա է խնդիրը։ Եվ ես ուղիղ հորդորում եմ բոլոր իրավապահ կառույցների ղեկավարներին կամ անցեք ձեր գործին, կամ ասեք, որ դուք այլևս բոլորով միասին վերցված զբաղված եք միայն Նիկոլ Փաշինյանի, նրա թիմակիցների, նրա հանցակազմ պարունակող աջակիցների գործողությունները հովանավորելով, ավելին ողջամիտ կասկածներ են առաջանում, որ դուք նաև դրա մասնակից եք դառնում։ Ես էլի եմ ասում, եթե որևէ լրագրողի գլխից մաս պակասեց, դուք եք այդ իրավիճակի համար առաջի պատասխանատուները եւ մեղավորները։ Ուզում եմ անպայման շեշտել, որ երբ օրինակ մի քաղաքացի Հովանավանքում այլ կարծիք ուներ, մոտեցավ ինձ, ասում է ես չեմ ուզում բարձրաձայն ասել, որովհետև ինձ չեն թողնի, որ իմ խոսքը ավարտեմ, եկեք մի փոքր հեռանանք, որպեսզի իմ խոսքը ասեմ։ Եվ այդ քաղաքացին անթույլատրելի էր համարում Հովանավանքում տեղի ունեցածը, տեսանյութում կա, այսինքն պատկերացրեք ինչ է կատարվում այն վայրերում, որտեղ հավաքվում են Նիկոլ Փաշինյանի այն աջակիցները, ում գործողությունները ավելի շատ հանցակազմ են պարունակում, քան օրինակ, չգիտեմ, հավատավոր ժողովրդի պահվածք, ովքեր գնացել են Հովանավանքի այսպես ասած պատարակին հետևելու։ Սա է ախր ձեր դեմքը։ Սա է ձեր դեմքը։ Ուզում եմ նաև շեշտը դնել նրա վրա, որ այս վարքագիծը պատահական չէ, իշխանության տարբեր ներկայացուցիչներ սևեռվել են իմ եւ իմ կողմից ստեղծված լրատվամիջոցի վրա, եթե հիմա բացեք New Day AM լրատվականը, կտեսնեք, թե որքան ֆեյքային
գրողներ կան այնտեղ, որքան մեկնաբանություններ կան իմ անձին ուղված եւ պարտադիր հիշեցնում են, տեսնես այս աղջիկը կոմենտները կարդում է, այդ աղջիկը կոմենտները կարդում է, այդ աղջիկը լավ գիտի այդ կոմենտները որտեղից են գալիս եւ այդ կոմենտները ովքեր են այդ կոմենտների համար վճարում եւ այդ աղջիկը այդ կոմենտներից չի ընկճվում, որովհետեւ ես ֆեյքերի կոմենտներից չի որ պիտի ընկճվեմ, կամ Արայիկ Հարությունյանը Հովանավանքում ինձ ասում է, ինչու չես հարցնում կաթողիկոսը երեխա ունի, թե չունի, ինքը իհարկե ասում է Կտրիչ Ներսիսյանը, հիմա ես ասում եմ, որովհետև եթե ժողովրդի մեջ թեկուզ մի փոքր հատված այդպիսի հարց կա ժողովրդի մոտ, ուրեմն դու պարտավոր ես հարցնել, իհարկե ես ասացի, որ դա իրենք են այդ հարցը նետել օրակարգ, դա հանրության համար առաջին խնդիրը չի եւ եթե ուզում են օրինակ մայրաթոռը ազատագրեն, ավելի լավ կլինի առաջինը գնան օրինակ ջերմուկի սարերը ազատագրեն, ավելի լավ կլինի գնան իշխանասարը ազատագրեն, սև լիճը ազատագրեն, գնան թշնամու դեմ կռիվ անեն, նոր գան այստեղ այնպիսի հարցերից փորձեն խոսել, որը իրենց խնդիրը չի, դա եկեղեցու ներքին խնդիրն է, ներքին կանոնակարգով պիտի այդ հարցերը կարգավորվեն։ Հիմա ես ուզում եմ Արայիկ Հարությունյանին հարցնել, պարոն Հարությունյան, օրինակ տեսակետներ կան ժողովրդի մեջ, ես տեսել եմ, բազմաթիվ այդպիսի գրառումներ եմ տեսել եւ այլն, տեսակետներ կան, որ կառավարության անդամներ կան եւ նաեւ որոշ պատգամավորներ, ովքեր միասեռական են։ Հիմա եթե այդ տեսակետների հետևից գնամ, դուք ինչ կասեք, եթե գամ օրինակ ինչ որ մեկին հարցնեմ, ինչ որ մեկին անուններ չտամ, ինչ որ մեկին հարցնեմ, ասեմ, ժողովուրդը այսպիսի բան է ասում, ինչպես կպատասխանեք։ Չեք ասի, այս ինչ հարց ես տալիս, այս գոտկատեղից ներքև ես իջնում, անտակտ ես եւ այլը, ուրիշի անձնական իրավունք, անձնական տվյալների իրավունք եւ այլը։ Գիտեք, ուզում եմ ձեզ հորդորել, որ չխառնվեք իմ գործերին, որովհետև ես շատ լավ գիտեմ, թե ինչ պիտի հարցնեմ, ինչ չպիտի հարցնեմ, ես ինքս եմ որոշում եւ որևէ մեկը թող ինձ չփորձի ուղղորդել ձեր կոմենտներով, ձեր կողմից այսպես ուղղորդվող, նկատի ունեմ իշխանության կողմից ուղղորդվող կոմենտներով, իշխանության հայտնի աջակիցների վարքագծով, ինչպիսին էլ որ դա լինի։ Դուք ինձ չեք կարող ընկճել եւ ես շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես վերջին տարիներին աշխատել եմ։ Եվ ուզում եմ ասել, որ ամեն ինչ ժամանակավոր է, այնպես արեք, որ հետո եթե այլ զարգացումներ լինեն, հետո ձեր իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվող նաև լրագրողներ լինեն։